Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն օգոստոսի 9-ն է, երեկվա օրը իրոք կարևոր էր, կարևոր հայտարարություններ տեղի ունեցան, կարևոր հեռախոսազրույցներ, օրվա վերջում մենք պատրաստեցինք հաղորդում, բայց հաղորդումը պատրաստելու պահին, ինքան հաղորդումը պատրաստելուց հետո ես տեսա, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Փաշինյանի և Թրամփի միջև, Թրամփի և Ալիևի միջև հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Հայաստանի մասով, Ադրբեջանի մասով չափազանց կարևոր հայտարարություններ, այդտեղ խոսվում է նաև TTIP-ից, խաղաղությունից Հարավային Կովկասում, հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը և էլի շատ ուրիշ հարցեր կարևոր կքննարկենք այս հաղորդման ընթացքում, իրոք կարևոր իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանի շուրջ, երբ որ Դոնալդ Թրամփը նշանակվեց նախագահ և հեռախոսազրույց տեղի ունեցավ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև, եթե հիշում եք, ես ասացի, որ աննախադեպ բան է տեղի ունեցել, որ Փաշինյանի և Թրամփի միջև հեռախոսազրույց տեղի ունեցավ, այսինքն նախկինում երբեք մենք չէինք տեսել, որ Հայաստանի նախագահի կամ վարչապետի, քանի որ հիմա վարչապետն է երկրի ղեկավարը փաստացի, նման հեռախոսազրույց տեղի ունենա։ Այդ ժամանակ մենք ուրախանում էինք և արձանագրում էինք, որ ահա եկավ այն պահը, երբ որ Հայաստանի ղեկավարը կարող է խոսել Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարի հետ ուղիղ, առանց միջնորդների կամ ինչ-որ այլ ընդհանուր հանդիպումների ժամանակ ուղղակի նկարվել և այլն և այդպես շարունակ։ Մենք տեսանք և արձանագրեցինք դա։ Դրան հետևեց արդեն 2025 թվականի օգոստոսի 8-ը, երբ Փաշինյանը այցելեց Սպիտակ տուն և Սպիտակ տանը այդ հռչակագիրը, կարևոր հռչակագիրը պատմական ստորագրվեց, խաղաղության հռչակագիր Ադրբեջանի, Հայաստանի միջև Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Միացյալ Նահանգների նախագահի անմիջական մասնակցությամբ։ Եվ ահա այսօր կրկին մենք նոր հեռախոսազրույցի ականատես ենք լինում, կարծես թե արդեն սովորական բան դարձավ հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների նախագահի հետ, որ Հայաստանի ղեկավարը կարող է խոսել Միացյալ Նահանգների նախագահի հետ ուղիղ, բայց ասեմ, որ չէ։ Արիք ուղղակի հիշենք, թե ինչ իրավիճակ էր ընդամենը 2 տարի առաջ, երբ որ մենք ուրախանում էինք, որ առաջին հեռախոսազրույցն է տեղի ունեցել նման մասշտաբների։ Սկսում ենք մեր հաղորդումը, անպայման լայքեք և բաժանորդագրվեք, սիրելի հայրենակիցներ, չափազանց շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ մշտապես արձագանքում են մեր այս կոչերին։ Սկսենք այս կարևոր հեռախոսազրույցից, որը որ երեկ տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Թրամփի միջև, վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության գագաթնաժողովի կայացման համար Վաշինգտոնում անմիջապես Միացյալ Նահանգների նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած այդ հանդիպմանը Սպիտակ տանը, և Փաշինյանը հստակ շեշտել է, որ շատ կարևոր է Թրամփի անձնական ջանքերի ներդրումը խաղաղության հաստատման գործում, շատ կարևոր նշանակություն ունեցավ դա։ Կարևոր է արձանագրել, որ զրուցակիցները ուրախությամբ են արձանագրել, որ Վաշինգտոնում տեղի ունեցած այդ գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի, Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները։ Ահա այսպիսի կարևոր արձանագրում է արվել հեռախոսազրույցի ժամանակ։ Դրանից բացի, այդ նույն հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են TTIP նախագծի իրականացման վերաբերվող հարցեր և ներկա իրավիճակը, վարչապետ Փաշինյանը և նախագահ Թրամփը վերահաստատել են TTIP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը, այսինքն այստեղից մենք հասկանում ենք, որ հիմա շատ արագ ձևով ակտիվանալու է TTIP-ի իրագործումը, ինչպես և մենք խոսում ենք, սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ միասին։ Ես ասեցի, որ աշնանը ամենայն հավանականությամբ մենք արդեն կտեսնենք TTIP-ի հիմնարկեքը, TTIP-ի շուրջ աշխատանքներ կոնկրետ հողի վրա, աշխատանքների մեկնարկ։
Եվ վերջում կարևոր է սա եւս, որ Միացյալ Նահանգների նախագահը եւ Հայաստանի վարչապետը քննարկել են Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ հարաբերությունները եւ միջազգային օրակարգին վերաբերվող հարցեր։ Ընդհանուր առմամբ արդեն իսկ առաջին մասում ես կնահատական տվի, թե ինչ է նշանակում այս հեռախոսազրույցը Հայաստանի համար։ Ամենը մեկ նախադասությամբ կարելի ավելացնել, որ այս հեռախոսազրույցը վերահաստատում է, որ խաղաղությունը դերևս կենթանի է, այն հռչակագիրը, որը որ ստորագրվեց անցյալ տարի Վաշինգտոնում կենթանի է, նույնիսկ առաջընթաց է գրանցվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերություններում եւ դրանից բացի արձանագրում է այս հեռախոսազրույցը, որ Միացյալ Նահանգները այնպես չէ, որ ուղղակի ստորագրեցին Հայաստանի հետ այդ փաստաթուղթը եւ կողքի քաշվեցին։ Հայաստանի հետ եւ Ադրբեջանի հետ միասին նրանք ներկա են տարածաշրջանում, նրանք երաշխավոր են խաղաղության համար եւ բավականին մեծ ծրագրեր ունեն, ինչի մասին վկայում է նաեւ տիպ նախագիծը։ Կարևոր է նշել նաեւ այն, որ Ալիևի եւ Թրամփի միջև նույնպես հեռախոսազրույց է տեղի ունեցել եւ դա եւս մեկամյակի կապակցությամբ, հռչակագրի մեկամյակի կապակցությամբ եւ այդտեղից այդ հեռախոսազրույցից մենք հասկանում ենք, թե Ալիևը ինչպես է փորձել ինքն իրեն գովել, որ Հայաստանին թույլ է տալիս Ադրբեջանի տարածքով ստանալ ցորեն, ստանալ նավթ եւ դրանից բացի ինքն էլ նավթ է վաճառում Հայաստանին։ Դա Ալիևը պատմել է Դոնալդ Թրամփին, շնորհակալություն հայտնելով, որ Թրամփի անմիջական ներգրավվածության շնորհիվ է տեղի ունեցել այս ամենը։ Եվ սա էլ վերջը չէ։ Կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պես նաև Ուիտկոֆը, Ստիվ Ուիտկոֆը, Թրամփի բանականացը, որը որ կարծես թե նույնպես դերակատարություն ունեցել է այս գործընթացի մեջ։ Ամենայն դեպս այդ մասին կային լրատվամիջոցներ, որոնք որ գրում էին, բարձրաձայնում էին։ Մարկո Ռուբիոյի ուղերձում հստակ ասվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում են լիովին հանձնառու լինել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությանը եւ այդ հիմքի վրա կառուցելու եւ առաջ շարժվելու գործում։ Մարկո Ռուբիոն շնորհավորել է երկու երկրներին վերջին 1 տարվա ընթացքում ցուցաբերած քաջության, հեռատեսության համար։ Նա հստակ նշում է, որ ակնկալում ենք շարունակել առաջընթացը Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման ուղղությամբ։ Մարկո Ռուբիոն ասում է, որ TRIP-ը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքները եւ այն աստիճանաբար վերածվում է իրականության։ Մարկո Ռուբիոն նույնպես կարևոր շեշտադրում է կատարում TRIP ծրագրի վրա եւ այստեղից նույնպես մենք համոզվում ենք, որ սա դատարկ խոսքեր չեն, դատարկ Թրամփի հայտարարությունները չեն։ TRIP-ը իրոք շատ մեծ կարևորություն ունի նաեւ Միացյալ Նահանգների համար։ Մարկո Ռուբիոն նաեւ նշում է, որ Հայաստանի տարածքում երկաթուղու ինժեներական ուսումնասիրություններ արդեն սկսվել են, իսկ Ադրբեջանը մոտենում է դեպի Հայաստանի միացվող մայրուղուն։ Հայաստանին միացնող մայրուղու եւ երկաթուղու շինարարության ավարտին։ Ինչպես արդեն նշեցի, Թրամփի բանականաց Ստիվ Ուիտկոֆը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ եւ Ուիտկոֆը ասում է, որ 1 տարի առաջ Թրամփի նախաձեռնությամբ ստորագրվեց այդ պատմական հաստատուղթը խաղաղության վերաբերվող եւ այսօր Հարավային Կովկասը ավելի անվտանգ է, ավելի ստաբիլ է եւ բարգավաճում է եւ իր խոսքերով, Ուիտկոֆի խոսքերով, սա հնարավորություն է տալիս, մեծ հնարավորություն է տալիս այս հազար երկրներին շատ լավ մեծ տեմպերով զարգանալու համար, լավ ապագա ունենալու համար։ Կարևոր է այստեղ հասկանալ նաև Ֆիդանի ուղերձը։ Մի փոքր տարբերվող է Թուրքիայի արտգործնախարարի ուղերձը։ Ֆիդանը ասում է, որ Թուրքիան աջակցում է խաղաղության համաձայնագրին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Նա հատուկ նշում է, որ այս պայմանությամբ երկրները պահպանում են հրադադարը։ Հրադադարի մասին ոչ ոք չէր խոսում։ Միացյալ Նահանգները, Եվրոպան, Թուրքիան կոնկրետ խոսում է հրադադարից։ Չգիտես ինչու խոսում է հրադադարից։
եւ ասում է, որ մենք աջակցում ենք, որ ապագայում նաեւ ստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ վերջում նա խոսում է տնտեսական ապագայի մասին տարածաշրջանը, ինչպես նաեւ անվտանգային ճարտարապետության մասին։ Այսինքն Թուրքիայի արտգործ նախարարի հայտարարության մեջ ես ինչ որ երկիմաստություն եմ տեսնում, դե շատ զգուշավոր է անում Թուրքիան հայտարարություն ընդհանուր առմամբ չես կարող ասել, թե այն պոզիտիվ չէ, բայց ինչու է հիշում կոնկրետ հրադադարը անվանում խաղաղության հռչակագիրը, փորձում է կարծես իջեցնել հռչակագրի կարևորությունը։ Հետո խոսում է անվտանգության ճարտարապետության մասին։ Ինչ անվտանգության ճարտարապետության մասին է խոսքը։ Ասեմ, որ տարբեր երկրներից օրվա կապակցությամբ եղան տարբեր հայտարարություններ, ողջույնի խոսքեր, այդ թվում նաև Եվրամիության կողմից ընդհանուր առմամբ ահա այսպիսի կարևոր հայտարարություններ հնչեցին եւ հեռախոսազրույցներ տեղի ունեցան օգոստոսի 8-ին եւ այստեղից մեկ կարևոր արձանագրում խաղաղության գործընթացը դեռևս կենթանի է եւ այն շարունակվում է ի ուրախություն մեզ եւ կարծում եմ նաեւ ի ուրախություն Ադրբեջանի այդտեղ ուժողը ում որ ձեռնտու չէ այս խաղաղությունը միայն ու միայն Ռուսաստանի Դաշնությունն է եւ ես հույսով եմ որ խաղաղության գործընթացը կշարունակվի։ Հիմա խոսենք միջազգային կարևոր հարցերից եւ սկսենք կրկին Ուկրաինայից։ Կարևոր տեղեկություն կա այն մասին, որ հաջորդ շաբաթ այս նույն Ստիվ Ուիտկոֆը եւ Կուշները Թրամփի փեսացում այցելելու են Կիև եւ Մոսկվա։ Միացյալ Նահանգները կրկին փորձում են ակտիվացնել բանակցային գործընթացները։ Դրանից առաջ Թրամփը մի շարք հայտարարություններով էր հանդես եկել, կրկին հիշել էր Ուկրաինան, հիշել էր թե քանի պատերազմ է կարգավորել, ասում է որ ամենադժվարը դարձավ Ուկրաինան, բայց ասում է որ մենք Ուկրաինայի հարցը եւս կկարգավորենք, ռուս-ուկրաինական պատերազմը նույնպես կկարգավորենք։ Զելենսկին էլ բազմաթիվ հետաքրքիր հայտարարություններով է հանդես եկել։ Եթե բոլորին անդրադառնանք, շատ կերկարի մեր այսօրվա հաղորդումը, մեկ կարևոր հայտարարություն վերաբերվում էր Ուկրաինայի հնարավոր բալիստիկ հրթիռներին եւ ասում է, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ եւ հավանաբար առաջին բալիստիկ հրթիռները արդեն հարվածներ կհասցնեն Ռուսաստանին այս տարվա աշնան։ Խոսում է, որ բավականին դժվար է հավաքել այդ հրթիռները, տեխնոլոգիաներ են պետք, տարբեր ընկերություններ են այդ հրթիռների արտադրությամբ զբաղվում աշխարհում, դրա համար շատերին ձեռնտու չէ օգնել Ուկրաինային, պետք են հատուկ մասեր եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ ենք հասկանում այս հայտարարությունից, հասկանում ենք այն, որ շուտով ամենայն հավանականությամբ ուկրաինական դրոնների հետ մեկտեղ մենք տեսնենք նաև արդեն ուկրաինական բալիստիկ հրթիռների աշխատանքը եւ դա նույնպես շատ բան է փոխում։ Ավելի ճիշտ շատ բան է փոխելու ռազմի դաշտում։ Ինչպես ես արդեն երեք նշեցի, ամենամեծ խնդիրը այս պահի դրությամբ Ուկրաինայի համար դա հակաօդային պաշտպանության չունենալն է, այսինքն Պետրիոտ համակարգերի բացակայությունն է։ Ինչ առաջ տեսա հաղորդագրություն, որ Միացյալ Նահանգները շատ լուրջ ձևով սպառել են իրենց հակաօդային պաշտպանության միջոցները, շատ քիչ է մնացել, մոտ 1700 հրթիռ կարծես այդպիսի հաղորդագրություն կար։ Դրա համար Ուկրաինային չի տրամադրվում Պետրիոտ համակարգեր, հրթիռներ այն չափով, որը որ գոնե թե ինչ որ չափով մոտ կլինի պաշտպանելու Կիևի օդը։ Եվ դրա համար Ռուսաստանի Դաշնությունը անխոչնդոտ ձևով հարվածներ է հասցնում վերջին շրջանում Կիևին։ Էլի եղել են հարվածներ, էլի եղել են զոհեր, այսօր Խարկովին է եղել հարված, առնվազն 2 զոհ կա, բազմաթիվ վիրավորներ, այդ այնպես չէ, որ Ուկրաինան էլ հարվածներ չի հասցնում, Ուկրաինան էլ իր հերթին հարվածներ է հասցրել Ռուսաստանին, հարված է հասցրել Բելգորոդին, եթե Ռուսաստանի Դաշնությունը հարվածել է Խարկովին եւ Օդեսային եւ այնտեղ կան զոհեր, ապա Ուկրաինան հարված է հասցրել Բելգորոդին։ Այսպիսին է իրավիճակը այս պահին ռուս-ուկրաինական
պատերազմի շուրջ։ Դրանից բացի Միացյալ Նահանգների արտաքին հետախուզությունը տեղեկացնում է, որ 48 ժամերի ընթացքում կարող է մասսայական հարվածների ենթարկվի Կիևը։ Միացյալ Նահանգներից տեղեկացնում են, որ Ռուսաստանը կարողացել է հավաքել 20 բալիստիկ հրթիռ, ռուսներն էլ շատ չունեն, անընդհատ հավաքում են, արտադրում են, այդ շատ են օգտագործում այս պատերազմում, այս 20 հրթիռներով կարող է հարձակում իրականացնել Կիևի վրա, բնականաբար միայն հրթիռները չեն լինի բալիստիկ, այլ դրանց հետ կլինեն նաև դրոնները։ Հետաքրքիր եւ կարևոր նույն ժամանակ վտանգավոր հայտարարությամբ է հանդես եկել Հական Ֆիդանը, Թուրքիայի արտգործնախարարը, եւ դա վերաբերվում է կրկին ռուս-ուկրաինական պատերազմին, նրան, որ Ռուսաստանը կարող է կիրառի ատոմային զենք։ Ֆիդանի խոսքերով այսօր այնինչ տեղի ունենում ռուս-ուկրաինական պատերազմում, հաստատի Ռուսաստանը հասկացնում է, որ պարտություն է կրում եւ իր վերջին հնարավորությունը ատոմային զենքի կիրառումն է, նա խոստովանում է, որ այս հարցը քննարկել է Ռուսաստանում եւ դրանից բացի ինքը քննարկել է այս հարցը նաեւ արևմտյան մայրաքաղաքներում, արևմտյան երկրների հետ նույն այդ հարցը քննարկել է եւ ինքը կարծում է, որ սա շատ իրական վտանգ է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել ատոմային զենք։ Հնարավոր է Ֆիդանը անում է այդպիսի հայտարարությունները ռուսների խնդրանքով, ռուսների հորդորով եւ փորձում են դրանով վախեցնել արևմուտքի երկրներին։ Ես միշտ ասել եմ, որ Թուրքիան փորձում է միշտ երկակի խաղեր խաղալ։ Մի քանի խոսքով անդրադառնանք կրկին կարևոր է այս հարցը Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջև նոր կնքված այդ ռազմական դաշինքին։ Երեք ես մասամբ անդրադարձա, բայց մի քիչ որ երկար ես մտածում, հասկանում ես թե ում դեմ է ուղված այդ դաշինքը։ Առաջի հերթին իրար է անցել Իրանը, այդպես Իրանի դեմ է։ Բայց եթե ավելի ես խորանում, հասկանում ես, որ դա նաև Իսրայելին դեմ դաշինք է հաստատին։ Բայց չէ որ Սաուդյան Արաբիան լավ է Իսրայելի հետ, գիտեք ինչ բարդ հարաբերություններ ունեն նրանք Թուրքիայի հարաբերությունների մասին մշտապես մենք խոսում ենք, ինչքան լարված են Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի հետ եւ Պակիստանի Իսրայելի միջև նույնպես շատ բարդ հարաբերություններ են, հիշում եք նույնիսկ հայտարարություններ էին հնչում այն մասին, որ եթե Իսրայելը ունի ատոմային զենք ու ատոմային զենք կիրառի ընդդեմ Իրանի, կարող է Պակիստանը ատոմային զենք կիրառել Իսրայելի նկատմամբ։ Նման հայտարարություններ էլ կային։ Այդպես չէ որ շատ լավ են հարաբերությունները Պակիստանի եւ Իսրայելի միջև նույնպես։ Եվ Թուրքիան կարծես դաշինք է ձևավորում ընդդեմ Իսրայելի, քանի որ Իսրայելը իր հերթին դաշինք է ձևավորել ընդդեմ Թուրքիայի, Հունաստանի եւ Կիպրոսի հետ միասին։ Դրա համար Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սարը շնորհավորում է Արարատ Միրզոյանին, վերջերս շատ են խոսում հայ-իսրայելական հարաբերություններից ցեղասպանության հարցն են Քնեսեթ ուղարկում, հերահար նպատակներ կան նաև Հայաստանի մասով։ Եթե Իսրայելի դաշնակիցը Միացյալ Նահանգներն են, եթե Միացյալ Նահանգները ակտիվանում են նաև հարավային Կովկասում, եթե Իսրայելը փորձում է Հայաստանի հետ որը հարաբերություններ ձևավորել, ապա Իսրայելը տեսնում է նաև ապագայում որպես իր դաշնակից նաև Հայաստանը։ Այսպիսի դաշինքներ են մեր տարածաշրջանում ձևավորվում, վտանգավոր ես կասեմ դաշինքներ, այդ դաշինքի մեջ է փաստացի նաև Սիրիան, որպես Թուրքիայի կցորդ եւ եթե շատ մտածենք, ավելի շատ կարելի է խոսել այս հարցի շուրջ, բարեբախտաբար Հայաստանը դեռևս այդ դաշինքների մեջ չկա, ես ասում եմ բարեբախտաբար, քանի որ մեզ պետք չեն նոր լարվածություններ, պատերազմներ, մենք շատ փոքր երկիր ենք եւ այս պահի դրությամբ այս բարդ վտանգավոր, ապազանց վտանգավոր աշխարհում դեռևս այս պահի դրությամբ ճիշտ կլինի ընդհանրապես հետևել թե ինչ է տեղի ունենում եւ հետո նոր արդեն կայացնել լուրջ եւ ճակատագրական որոշումներ։ Այս պահի դրությամբ ահա այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։